Վարչապետից գործընկերներս նախ հետաքրքրվեցին խորհրդարանական ընտրությունների ավարտով պայմանավորված արդյոք որոշվել է կառավարության նոր կազմը եւ լինելու են փոփոխություններ։ Մեծ փոփոխություններ չեն լինի։ Ոչ։ Ապա վարչապետն անդրադարձավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ՀՊԿ-ն կդիտարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է գործողությունները իրենց պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ, քանի որ Հայաստանը անդամավճարները չի մուծել։ Ես գիտեմ, որ հապկից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունելի գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման սահմանափակման մասով այս ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանի կառավարությունը եւ ինչ արդյունքներ կան։ Մենք գիտենք, որ ունենք անսահմանափակ շուկա եւ մեզ պետք է էականորեն ավելացնել արտադրության ծավալները, որ մեզ հասանելի շուկաներում կարողանանք մեր ապրանքները իրացնել։ Մնացած աշխատանքային հարցերն ընդհանրապես կքննարկվեն։ Մենք ունենք ապրանքային դեֆիցիտ արտահանումը ապահովելու համար։ Արդյոք Ռուսաստանը Հայաստանին կզրկի նաև բնական գազից, հարցինի պատասխան վարչապետը հիշեցրեց, կա կնքված պայմանագիր։ Ընդ որում երկարաժամկետ պայմանագիր եւ պայմանավորվածություններ ունենք։ Ես դժվար եմ պատկերացնում այդ պայմանագիրը կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի, դա շատ այսինքն պայմանագրային գործելակերպ չի։ Բայց ամեն դեպքում մենք բնականաբար բոլոր սցենարներն են նայում ենք, որպեսզի միշտ ենք նայել բոլոր սցենարները։ Փաշինյանը հավելեց, առհասարակ այս սահմանափակումների թեման իր համար նորություն չէ եւ ինքը 8 տարին 2 անգամ է այս խոսակցությունների մեջ, նաեւ ՀԱՏՄ-ի ձևաչափով։ Ես ասում եմ, որ ընտրություններից հետո կվերադառնամ աշխատանքի, հիմա ՀԱՏՄ-ի աշխատանքներին լիարժեք կներգրավեմ եւ բոլոր հարցերը արդեն 2 ձևաչափերում կքննարկեմ։ Գործընկերներիս այն դիտարկմանը, որ ընտրությունների արդյունքում քաղաքացիական պայմանագիրը այդուհանդերձ սահմանադրական մեծամասնություն չստացավ եւ հարցին, թե արդյոք նոր սահմանադրություն ունենալու թեման դուրս կգա օրակարգից, թե հնարավոր է հանրաքվե անցկացնելու այլ մեխանիզմներ, Փաշինյանը նշեց։ Մենք կդիտարկենք, կքննարկենք իրավիճակը եւ կգանք հետեւությունների։ Պարոն վարչապետ, մի քանի անգամ նշել եք, որ նոր սահմանադրություն ունենալը Հայաստանի ներքին գործն է եւ օրեր առաջ կրկին Բաքվից նման թեզեր հնչեցին։ Այդուհանդերձ այդ գործընթացի ձգձգումը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ խաղաղության վերջնական պայմանագրի այդ ստորագրման վրա կամ սահմանազատման ընթացքի։ Շնորհակալություն։ Սահմանազատման ընթացքի հետ կապված ամբողջ իրավական պրոցեսները ամփոփված են եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք թրիփ ճանապարհի իրագործման վրա։ Խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկը այն է, որ թրիփ ճանապարհը երկաթուղին, ճանապարհը գազամուղ, եթե լինի գազամուղ եւ նավթամուղ։ Այսինքն ես հստակ գիտեմ 3 բան, որ լինելու է. երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր։ Այս 3-ը վստահ եմ, որ լինելու է 100%-ով։ Այս 3-ի իրագործումը դա արդեն խաղաղություն է։ Վարչապետի խոսքով խաղաղության կարևոր հենասյուներ են նաև այն, որ երկու երկրների միջև կա զարգացող առևտուր բեռնափոխադրումներ։ Նա վստահեցրեց, որ շարունակվելու է աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրման, վավերացման եւ մյուս կարևոր հարցերի ուղղությամբ։ Մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, մենք չենք մոռացել անհետ կորած մեր եղբայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ։ Մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծեն։ Գյումրիում հնարավոր արտահերթ տեղական ընտրությունների մասին հարցինի պատասխան Փաշինյանն ասաց, իրավական հարցը դեռ քննարկվում է, սակայն ինքը առանց դրան սպասելու անձնական պատասխանատվություն է ստանձնում քաղաքի բարեկարգման համար, քանի որ Գյումրիում տիրող իրավիճակը իր համար անձնական ողբերգություն է համարում։ Վստահեցրեց, այնտեղ որտեղ թիմերը խոչընդոտներ կստեղծեն, կառավարությունը շրջանցող ուղիներ կգտնի իրավիճակը բարելավելու համար։ Սուբվենցիաները չենք կապել երբեք։ Մենք ասել ենք, մենք քաղաքապետի կամ վարչապետի կամ կառավարության համար չենք անում դա։ Մարդկանց համար ենք անում։ Ծաղկում են այդ թվում են քաղաքները, որտեղ ընդդիմադիր բաներ կան, քաղաքապետեր կան։ Բայց Գյումրիում իմ ընկալումն է նա, որ հատուկ կոռուպցիոն սաբոտաժ են արել, որ վերջում երևի մարդկանց էլ այդ լուրերը տարածեն, թե բանը վարչապետը, չգիտեմ, սենցա նեղվածա կամ նեղացա, դա անհետ է դա։ Եվ շնորհակալ եմ Իմիջայլոց գյումրեցիներին, որ
Գյումրի մենք 50+, չէ, 50+ ձայն ենք ստացել։ Վերջում Նիկոլ Փաշինյանը դիմելով լրագրողներիս ասաց, այս ձևաչափով մամուլի ասուլիսները կշարունակվեն, ապա կատակեց, եթե իհարկե դեմ չլինեք։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։